այդ տնակների հետ կապված ես Սարիկ Մինասյանի հետ մի անգամ առիթ ունեցա շրջելու Գյումրիում, ինքը տնակներով շրջում էր, տեսնում էր, հետո այդ նույն տնակները նաև մյուս տեխնացուները մտան, բոլորը ճանաչում են ոնց որ այդ տնակի բնակիչներին։ Հիմա դուք այդ տնակների հետ կապված ինչ-որ լուծում ունեք արդեն, որ այդ մարդկանց ռեալ խոստանակ, որ եթե ես ընտրվեցի, այսքան ժամկետում այս հարցը կլուծեմ։ Ես հայտարարել եմ, որ եթե մենք մեր ուժը, մեր քաղաքական ուժը ստանձնում է Գյումրի քաղաքի կառավարումը, իսկ փաստացի ծառայությունը սեփական ժողովրդին, մենք մինչև երկրաշարժի 40-րդ տարելիցը, այսինքն 3 տարվա ընթացքում չի մնալու գեթ մեկ ընտանիք, որը ապրելու է տնակում։ Ունեք այդ ռեսուրսը, պատկերացումը թե ոնց է ամբողջ պատկերացումը ունեմ, ռեսուրսը հասկանում եմ, որտեղից է պետք բերել, դա ոչ միայն քաղաքային բյուջեի ռեսուրսն է լինելու, դա ոչ միայն կառավարությունից վերցրած ռեսուրսն է լինելու, եթե նույնիսկ պաշտոնապես հայտարարում եմ, եթե նույնիսկ կառավարությունը գումար չհատկացնի այդ հարցը լուծելու, 3 տարվա ընթացքում ես կգտնեմ այդ գումարները, պաշտոնապես հայտարարում եմ։ Հիմա թող ինչ ուզում են ասեմ, ֆանտասմագորիկ, ավելին ասեմ, եթե կառավարությունը Հայատ պրոջեկտի բյուջեի տեսեք, ինչի Հայատ պրոջեկտի, ես մեր Սփյուռքի ցավը տանեմ։ Սփյուռքը այսօր լքված է, Սփյուռքը այսօր միայնակ է, Սփյուռքը այսօր չգիտի ինչպես օգտակար լինի իր երկրին, իր հայրաքաղաքին։ Ես կգնամ, դե այստեղից պարզ է որ չեն ուզում։ Ես կգնամ մեր Սփյուռքի հայրենակիցներին կխնդրեմ, կհամոզեմ, կբացատրեմ, մենք միասին կգտնենք նոր առաքելություն, որով Սփյուռքը կարթնանա, կոգևորվի եւ այդ գումարները բոլորս միասին կհայտայտենք։ Պաշտոնապես հայտարարում։ Մի բան էլ կառավարությունը ասացիք, հիշեցի, որ դեռ այս կառավարությունն է։ Եթե դուք ընտրվեք քաղաքապետես կառավարության հետ ո՞նց եք աշխատել, օրինակ Նիկոլ Փաշինյանը, որ հրավիրի օրինակ խորհրդակցություն։ Դե ինչ որ մի կերպ պետք է դիմանան ինձ։ Իսկ դուք իրենց Իմ համար մեկը իրենց լինել կամ չլինել։ Ես 7 տարի է այս երկրում աշխատում եմ, ստեղծագործում եմ, բիզնես ունեմ, այդ բիզնեսով գումար եմ վաստակում, փորձում եմ մարդկանց օգտակար լինել։ Իմ համար իրենց լինել չլինելը միևնույն է։ Հայաստանի Հանրապետության համար իրենց լինել չլինելը միևնույն է, որովհետև եղած չեղած մի հաշիվ է։ Ալիևը ինչ ուզում անում է այս պետությունում ու ասել, որ ինչ որ մի ձև այդ մարդիկ ինձ կաշկանդելու են, նվազագույնը ցիսարել։ Մանկապարտեզի լենտ կտրելու բան դուք այդտեղ լինելու եք։ Ոչ իհարկե, կներեք մանկապարտեզի բացման, նույնիսկ նախարարը չպետք է գա մանկապարտեզի բացման։ Եթե վարչապետը գալու է մանկապարտեզի բացման, ես կխնդրեմ մեր թաղում մի հատ շուշաբանդ առաջ տան, թող գա տեղել։ Պարի խմբերին բերեն այդ շուշաբանդի դիմաց պարին, ինքն է գա այդ լենտը կտրի, յանի լուրջ գործ են արել։ Մխիթարյան նաև մտավախություն չկա, որ ընդդիմադիր տեխնացուների ցանկացած տեխնացուի հաղթանակի դեպքում կարող է կրկնվել այն սցենարը, որը տեղի ունեցավ Վանաձորում։ Ես ոչ մի բան չեմ բացառում, բայց պնդում եմ, որ ընդդիմադիր ոչ մի տեխնացուի դա չի կարող կաշկանդել։ Դրա համար Մարտունին ասում եմ, թող զգուշ լինի, հեծանիվով մի բան արած չլինի 11 տարեկան վախտը հիմա հիշել։